Միացյալ Նահանգներ Իրան խաղաղության հուշագիրը կնքված է, Թեհրանը սակայն մատը ձգանի վրա է պահում։ Ադրբեջանցու սիրտը Հայաստանում տուն է տենչում, Նախիջևանում մեկնարկել է վերադարձ Արևմտյան Ադրբեջան համաժողովը։ Հայկական կողմը բացատրություններ չի տվել, իսկ Հաջիևը հետաքրքրվել է խորհրդարանական զարգացումներից։ Վերցնել թե չվերցնել մանդատները, ուժեղ Հայաստանը ընդդիմության կոնսոլիդացիայի կոչ է անում։ Հարևանի հետ սահման ճշտելու համար դռնեդուռ ընկնելու կարիք էլ չկա, կադաստրի կոմիտեն հեշտացնում է կարգը։ Ինչու է ավելանում հոգեկան առողջության խնդիր ունեցող քաղաքացիների թիվը։ Մահաբեր խողովակը ապամոնտաժել են, փրկարարները դեռ փնտրում են 13-ամյա աղջկան։ Եվ ավելի քան 2 միլիարդ դրամ ԱԱԾ-ին առավել արդյունավետ ծառայություն իրականացնելու համար։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է, կարևորի մասին տաղավարում Հայկ Նավասարյանն է աշխատում։ Եվ այսպես Դոնալդ Թրամփն ու Մասուդ Փեզեշքյանը հեռավար ստորագրել են Միացյալ Նահանգների և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը, որը 60 օր ժամկետով ենթադրում է ռազմական գործողությունների դադարեցում բոլոր ճակատներում և Իրանի վերականգնման հիմնադրամի ստեղծում։ Փորձագետների դիտարկմամբ, չնայած Միացյալ Նահանգների Իրան պայմանավորվածություններին, հստակ չէ, թե Իրանը ինչ դիրքորոշում կունենա և ինչ քաղաքականություն կվարի հարավային Կովկասում Միացյալ Նահանգների հնարավոր ներկայության դեպքում։ Ինչպես եղել է, այնպես էլ պահպանվում է հատկապես հարավային Կովկասում Իրանի կարմիր գծերի քաղաքականությունը։ Հետևաբար չեմ կարծում, որ այս փուլում որևէ էական կարմիր գիծ Իրանի համար կամ Իրանը կսահմանի որպես երկրորդական նպատակ, քան առաջնային, ինչպես դա եղել է նախկինում։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանելով ՀԱՊԿ-ին անդամակցության սառեցումը և Հայաստանում անցկացվող ՆԱՏՕ-ի արծիվ գործընկեր 2026 զորավարժությունները հայտարարել է, թե նման համատեղ մանևրերը միայն ափսոսանք են առաջացնում, քանի որ այդ զորավարժությունները ըստ ռուս դիվանագետի որևէ խաղաղապահ նպատակ չեն հետապնդում։ Մինչդեռ իրական նպատակը ակնհայտ է շարունակել Հայաստանը պոկել իր ավանդական դաշնակից Ռուսաստանից։ Գաղտնիք չէ, որ նմանատիպ մարզումների ժամանակ հենց մեր երկիրն է դիտարկվում որպես հավանական հակառակորդ, ինչն ամրագրված է ՆԱՏՕ-ի հայեցակարգային փաստաթղթերում։ Այսինքն հայ զինվորականներին սովորեցնում են կռվել Ռուսաստանի դեմ։ Ժամանակին նման բան պատկերացնելն անգամ անհնար էր, հատկապես որ Ռուսաստանում մեծաթիվ հայ համայնք է ապրում, որի անդամներից շատերը չեն պատրաստվում ընտրության առջև կանգնել կամ իրենց սիրտը երկու մասի բաժանել։ Եվ մինչև պաշտոնական Երևանը հերքում է, թե Հայաստանում ադրբեջանցիների վերադարձի մասին խոսք չի եղել, չկա ու չի լինելու, Բաքուն, ինչպես նախապես էր հայտարարել, Նախիջևանում իրականացրել է վերադարձ Արևմտյան Ադրբեջան 3-րդ համաժողովը։ Ինքնակոչ այդ կառույցի ղեկավարը անգամ մեծաբերան հայտարարություն է արել, թե Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների անվտանգ վերադարձի համար։ Ալիևն ինչպես խոստացել էր, ի կատար ածեց Նախիջևանի Օրդուբադում այսպես կոչված արևմտյան Ադրբեջան վերադարձի փառատոնը։ Հենց Ադրբեջանի նախագահի աշխատակազմից պետության փողերը ողողեցին այդ ծրագիրը, որի նպատակն է սերմանել ադրբեջանցիների մեջ այն թեզը, թե իրենք Հայաստանում ապրելու իրավունք ունեն։ Ավելին խոստացել են Հայաստան վերադարձողներին ֆինանսական աջակցություն $70,000 չափ։ Եթե լինի նման հնարավորություն եւ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի Հանրապետություն վերադարձող ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով փոխհատուցում վճարի 70,000, Հայաստանից էլ 500,000-ից ավել մարդ կգնա։ Անվտանգային ռիսկեր կարող են պարունակել իրենց մեջ, եթե ադրբեջանցիները գան տնավորվեն Հայաստանում։ Փորձագետն իր ծննդավայրի օրինակն է բերում ու շեշտում։ Լուրջ խնդիրներ կարող են առաջանալ, եթե օրինակ Հայաստանի մի գյուղական համայնքում, որտեղ նաև ադրբեջանցիներ են բնակվում, ընտրություններ անցկացվեն։ Այսօր Սիսիանի ժողովրդագրական վիճակին նայելով, եթե այդ ադրբեջանցիները վերադառնան, իսկ այստեղ վերադառնալ ցանկացողների թիվը 11,476 է, վերջին անգամ իրենց հրապարակված թվով։ Եթե այդ մարդիկ վերադառնան, մենք արդեն 2031 թվականի Սիսիան համայնքի հավաքական ընտրությունների ժամանակ առնվազն ունենալու ենք երկրորդ խոշոր մեծ խմբակցություն, եթե ոչ
ունենալու ենք ադրբեջանցի համայնքապետ։ Որքան էլ հայաստանյան իշխանությունները ֆեյք են համարում ու հերքում ադրբեջանցիների Հայաստան վերադարձի մասին տեղեկությունները, այդ երկրի իշխանությունները ավելի են ակտիվացնում ու օնլայնում Հայաստան վերադառնալու նարատիվը։ Շաբաթվան մեջ չկա շաբաթ մի քանի միջոցառում ունենան։ Ըստ որում խոսքը գնում է բավականին բազմամարդ եւ պետական ֆինանսավորումով, պետական կառույցների ներգրավմամբ կազմակերպվող միջոցառումների մաս։ Մենք երբեք չենք մոռանա, թե ինչ են արել հայ օկուպանտները մեր ժողովրդի եւ մեր քաղաքների հետ, ինչպես նաեւ 65 մզկիթների ոչնչացումը։ Ալիևը չէր կարող կրկին չհիշատակել հայերին ու հպանցիկ հեգնանքով չվիրավորել մերոնց։ Հայերը խոզեր եւ այլ կենդանիներ են պահել մզկիթներում, եւ Ադրբեջանը երբեք չի մոռանա դա։ Ագրեսոր Ալիևի Հայաստան իշխանությունների առջև դրված նախապայմաններից մեկն էլ հենց ադրբեջանցիների վերադարձն է, եւ դա ըստ փորձագետների սկիզբ է դրվել դեռ 2014-ից, իսկ Վաշինգտոնյան նախաստորագրված փաստաթղթով ըստ վերլուծաբանների պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այն պետք է կյանքի կոչվի։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքից վարչապետ Փաշինյանը դժգոհ չէ։ ՔՊ-ի քվեները լեգիտիմ են, ասում է, արտահայտում են Հայաստանի քաղաքացիների ազատ կամքը, իսկ թե ով որքան պետք է ապրած լինի Հայաստանում, որ մասնակցի ընտրություններին, հարցը 9-րդ գումարման խորհրդարանում կլինի։ Ճեպազրույցի կարևոր շեշտադրումները ժամի ռեպորտաժում։ Ընտրություններից անմիջապես հետո ընտրական օրենսդրության մեջ ամրագրելով, թե նախքան քվեարկությունը քանի օր է պետք Հայաստանում լինել, քաղաքական նախապատվությունը որևէ ուժի տալու իրավունքն ունենալու համար, արդյոք ենթադրում է, որ իշխող քաղաքացիական պայմանագիրը պատրաստվում է չսպասել մինչև հաջորդ ընտրությունները եւ արտահերթի գնալ։ Լրագրողի հարցին Փաշինյանը կտրուկ է արձագանքում, օրակարգում նոր ընտրությունների հարց չկա։ Խնդիրը հետեւյալն է, որ ընտրությունների նախորդող շրջանում թե քաղաքացիական հասարակությունը եւ թե քարոզարշավի ընթացքում մեր քաղաքացիները այդ հարցը անդադ բարձրացրել են եւ ես սկզբունքորեն դեմ եմ եղել, որ մենք ընտրություններից առաջ նման փոփոխություններ անենք, որովհետեւ դա կարող էր հարցեր առաջացնել, բայց նաեւ խոստացել եմ, որ ընտրություններից անմիջապես հետո մենք դա կանենք։ Ներքաղաքական օրակարգից միանգամից անցում կատարել չի հաջողվում այն, որ Բաքվում դեռևս այսպես կոչված արևմտյան Ադրբեջան են թմբկահարում, նկատի առնելով ինքնիշխան Հայաստանը, Փաշինյանը ոչ թե իր կառավարության արտաքին քաղաքականության մեղքն է տեսնում, այլ մեղավորության սլաքները դարձյալ ընդդիմության կողմն է թեքում։ Խորհրդարանի աշխատասեղաններին շարունակում են պարզած պահել Արցախի դրոշը։ Քան դեռ ազգային ժողովում ընդդիմությունը դրոշները դրած պահում է, այդ բերելու այդպիսի արձագանքները եւ դա կապ չունի իրական կյանքի հետ։ Եվ ամեն ինչը պետք է նայել այս տրամաբանությամբ։ Շարունակելով Ադրբեջանի հետ հարաբերությունների թեման, Նիկոլ Փաշինյանն ասում է, թե շատ է կարևորում անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ Ալիևի օգնական Հաջիևի վերջին Դիլիջանյան հանդիպումը։ Շատ կարևորում եմ նաեւ, որ հանդիպում տեղի ունեցել Հայաստանում, այսինքն մեր տարածաշրջանում եւ ոչ թե տարածաշրջանից դուրս, ինչը նշանակում է խաղաղության գործընթացի ուղղությամբ մենք գնում ենք առաջ։ Հայաստանն ու Ադրբեջանը գնում են խաղաղությանն ընդառաջ, ասում է Փաշինյանը, բայց երեկ էլ խորհրդարանում հայտարարում էր, որ հենց նույն Գրիգորյան-Հաջիև հանդիպումը նպատակ է ունեցել կառավարել պատերազմի հնարավոր ռիսկերը։ Ինչպես է ստացվում, որ նախաստորագրած խաղաղությունը վերջնական դարձնելու նպատակ ունեցող երկրների միջև պատերազմի հնարավոր ռիսկ է առաջանում։ Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է, նախ անվտանգության խորհրդի քարտուղարին հենց ինքն էր հանձնարարել հետաքրքրվել, արդյոք Բաքվում իրենց հետ հանդիպման անհրաժեշտություն տեսնում են, թե ոչ։ Ինչ վերաբերում է պատերազմի ռիսկին, ապա եւ մեր երկրի եւ Ադրբեջանի փորձագիտական համայնքներից են վտանգը զգացել։ Մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը, եւ մենք ինչպես եւ պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարման։ Իսկ իրադրության կառավարման հետ ինչ կապ ունեին Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, այն, որ մեծաթիվ քվեներ են ստացել նաև ընդդիմադիրները, նրանք, ովքեր չեն կիսում գործող կառավարության օրակարգը։ Ինչու այդ թեման հասավ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի եւ Ալիևի օգնականի սեղանին։ Փաշինյանն ասում է, Հաջիևին բացատրություններ չեն ներկայացրել։ Դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկրների հետ հենց հիմնականում դրա մասին է, կողմերը իրենց դիրքորոշումները իրար համար պարզաբանում են եւ մտահոգությունները իրար համար պարզաբանում են։ Առաջիկայում նաև ԵԱՏՄ միջկառավարական նիստ կա նախատեսված, ապա Հարզանի եզրին հասած Երևանը նույն սկզբունքով կգնա հարցերը պարզելու։ Փաշինյանը հաստատում է, նիստին մասնակցելու է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։
Այժմ այն մասին, ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Վերցնել թե չվերցնել մանդատները, ուժեղ Հայաստանը ընդդիմության կոնսոլիդացիայի կոչ է անում։ Հարևանի հետ սահման ճշտելու համար դռնեդուռ ընկնելու կարիք էլ չկա, կադաստրի կոմիտեն հեշտացնում է կարգը։ Ինչու է ավելանում հոգեկան առողջության խնդիր ունեցող քաղաքացիների թիվը։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից 10 օր անց հարցը նույնն է՝ վերցնել թե չվերցնել մանդատները։ Ուժեղ Հայաստան կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ այս հարցով մտադիր են ուղիղ եթերում ժողովրդի աչքի առաջ որոշում կայացնել։ Կարապետյանը նաև ընդդիմադիր ճակատի կոնսոլիդացիայի կոչ է հնչեցրել։ Հայտարարում ենք ընդդիմադիր ուժերի համախմբման մեկնարկի մասին։ Ուժեղ Հայաստան կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է ասում, պնդելով, որ այս համախմբումը կարևոր է ինչպես մեր ժողովրդի, այնպես էլ պետության համար, քանի որ նախընտրական շրջանում ընդդիմությունը հենց այս սխալը թույլ տվեց։ Ըստ Կարապետյանի, որոշ ուժեր թեկուզ ազնիվ նպատակներով, բայց գերագնահատեցին իրենց հնարավորություններն ու կարողությունները։ Ուրեմն հիմա ժամանակն է միավորվելու հետընտրական ընդդիմադիր կոալիցիայի շուրջ, որն ուղիղ եթերում կքննարկի եւ որոշում կընդունի պատգամավորական մանդատները վերցնելու թե չվերցնելու միջոցով են առավել շուտ հասնում Փաշինյանի հեռացմանը։ Ինձ թվում է այն ընդդիմադիր ուժերը, ում համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն եւ մենք անպայման կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Ես առաջարկում եմ ստեղծենք համակարգող խորհուրդ, ուղիղ եթերում շփվենք, բոլոր խնդիրները մեր ժողովրդին բացահայտենք, ճիշտ քննարկումներով, դիմելով մեր ժողովրդին, հասկանալով, որն է ճիշտ գնանք այդ քայլերով։ Սամվել Կարապետյանն ասում է, գիտի հասարակությունում մանդատները վերցնել չվերցնելու վերաբերյալ կարծիքները տարբեր են, բայց պետք է հաշվի առնել եւ առաջին եւ երկրորդ տարբերակի ինչպես առավելությունները, այնպես էլ հնարավոր խնդիրները։ Ուժեղ Հայաստան դաշինքը երկու սցենարներին էլ պատրաստ է։ Պետք է անենք առավելագույնս ճիշտ քայլեր, որպեսզի հետագայում չտանք հնարավորություն Փաշինյանին միանձնյա կառավարել, միանձնյա ընդունել Ալիևի բոլոր նարատիվները, միանձնյա ընդունել մեր երկրի համար շատ վտանգավոր սահմանադրությունը։ Կարապետյանն առաջարկում է, որ ընդդիմության միասնական ճակատը դիմի Միացյալ Նահանգների, Ռուսաստանի ղեկավարներին, ինչպես նաև եվրոպական երկրների առաջնորդներին։ Հույս ունի արձագանքը չի ուշանա։ Դավիթ Թադևոսյան, Էդուարդ Պողոսյան, Ժամը լրատվական։ Շարունակենք, պապից ժառանգած սեփականությունը գրանցելու կամ հարևանի հետ սահմանը ճշգրտելու համար քաղաքացին դռնեդուռ ընկնելու կարիք էլ չի ունենա։ Կադաստրի կոմիտեն նախատեսում է դյուրացնել ընթացակարգը եւ կարող է սեփականատիրոջ դիմումի հիման վրա ճշտել հողամասի սահմանները, եթե անգամ հարևանը համաձայնություն չի տալիս։ Ինչպես է գործելու նոր կարգը, Ժամի անդրադարձում։ Կադաստրային քարտեզների անճշտությունների շտկման եւ դրանից բխող սեփականության իրավունքի գրանցման հարցում քաղաքացին այլևս մենակ չէ։ Պետությունը խոստանում է կանգնել նրա թիկունքին։ Իսկ եթե ավելի պարզ, ապա կադաստրի կոմիտեն այսուհետև քաղաքացիների դիմումների հիման վրա կկարողանա վարույթ հարուցել եւ զբաղվել տվյալ հատվածում կադաստրային քարտեզների շտկման գործով։ Նոր օրինագիծը կընձեռի այդ հնարավորությունը։ Իսկ մինչեւ այս քաղաքացին ինքը պետք է թակեր տարբեր կառույցների դռները, հավաքեր փաստաթղթեր, գտներ մասնագետներ եւ հաճախ նաեւ դիմեր դատարան ճշգրտված քարտեզների հիման վրա իր սեփականությունը գրանցելու համար։ Ինչ քայլեր պետք է կատարի քաղաքացին այսօր դրա համար։ Պետք է նախ պատվիրի չափագրություն որակավորված անձից, հետագայում այդ հայտակագիծը ներկայացնի համայնքին, որպեսզի համայնքը հաստատի, որ այո, այն ինչը որ չափել եք, համաձայնություն եմ տալիս, համապատասխանում է իրականությանը։ Այն դեպքում, երբ այս ամբողջական փաստաթղթերից թեկուզ եւ մեկը բացակայում է, ենթադրենք մեկ սեփականատիրոջ կամ մեկ գրավառուի համաձայնությունը չկա այդ ուղումը կատարելու համար։ Վարչական մարմնի ձեռքերը ըստ էության կապվում են։ Օրենքում կատարվելիք փոփոխություններով նախ սահմանվում են պայմանները, երբ կադաստրային քարտեզի ուղումների համար պետք չի լինելու հարևանի թույլտվությունը։ Օրինակ, եթե հարևանը մահացել է եւ չեն նշանակվել ժառանգներ, ըստ այդմ չկա համաձայնություն տվող անձը, կամ եթե հարևաններից մեկը հիմքերի բացակայության պայմաններում պարզապես համաձայնություն չի տալիս կադաստրային քարտեզը ճշգրտելու համար։ Ես դիմել եմ իմ հողի
քարտեզագրության համար, ճշգրտելու համար, մյուս հարևանը ինչ է անում, ինչ է տեղի ունենում, այսինքն ճշգրտում եք իմը, բա կողքի հարևանի դեպքում, երբ որ ոչ դիմում է, ինչ է տեղի ունենում իր հետ։ Եթե հարևանը չի տալիս համաձայնությունը, բայց այդ հիմքերը կան, մենք օրենքով ամրագրել ենք, որ վարչական մարմինը կաշկանդված չէ անգամ համաձայնություն չունենալու պարագայում, բայց հիմքեր փաստեր ունենալու պարագայում ուղի այդ կադաստրային քարտեզը։ Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ նաև նվազելու է պետական կառույցների շրջանակը, որոնց դուռը պետք է գնա քաղաքացին իր սեփականության սահմանները ճշգրտելու եւ սեփականության գրանցում իրականացնելու համար։ Մենք նախագծով այդ առաջի փուլը համայնք տանելու հատակագիծը հաստատելու հանել ենք, այսինքն միանգամից բերում ներկայացվում է կադաստրի կոմիտե վարչարությունը իրականացնելու համար եւ այն դեպքերում են համայնքի համաձայնությունը պահանջվելու, եթե օրինակ ուղղվող հողամասը համայնքի հողի հետ սահմանակից է։ Սեփականությանն առնչվող եւս մեկ օրենքի նախագիծ էլ կար խորհրդարանի սեղանին։ Խոսքը հետադարձ հիփոթեկի հնարավորություն տվող օրենքի մասին է։ Եթե քաղաքացին հասել է իր կենսաթոշակային տարիքին եւ ունի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույք, բնակելի նշանակության, բնակելի տուն, բնակարան, ամառանոց, վերջինս հնարավորություն ունի բանկի կամ վարկային կազմակերպության հետ կամ թեկուզ այլ երրորդ կողմի ներգրավմամբ կնքելու պայմանագիր, որով կգրավադրի իրեն սեփականության իրավունքով պատկանող գույքը եւ դրա գնահատված շուկայական արժեքի դիմաց կստանա ամեն ամիս որոշակի պարբերական վճարումներ։ Մենք պիտի մեր թոշակառուների համար պաշտպանիչ մեխանիզմներ մտածենք, որպեսզի իրենց շահերը մաքսիմալ պաշտպանված լինեն, որ այնպես չստացվի, որ տոկոսներ են բարձր են հաշվել, որ այնպես չստացվի, որ անշարժ գույքի արժեքը իրականից ցածր է գնահատվել կամ վերջում իրենց մահվանից հետո այդ գույքը ջրի գնով վաճառվել է չգիտես ում։ Հետագայում մահացած կենսաթոշակառուի ժառանգները կարող են 6 ամսյա ժամկետում մարել այն ֆինանսական պարտավորությունները, որոնք ունեցել է իրենց իրավանախորդ կենսաթոշակառուն կամ էլ գույքը փոխանցվի բանկին։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։ Հուլիսի 1-ից փոփոխություններ կան նաև սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում։ Այսուհետև վաճառողը պարտավոր է գնորդին տալ հենց այնպիսի ապրանք, որը ոչ միայն համապատասխանում է պայմանագրին, այլև ունի բոլոր հատկությունները, որոնք գրած են տվյալ ապրանքի պիտակի վրա։ Նաև հստակ երաշխիքներ պետք է գործեն նոր ապրանքների համար 2 տարի, օգտագործվածի համար 1 տարի։ Այսուհետև վաճառողը պարտավոր կլինի ապահովել, որ գնորդին փոխանցված ապրանքը լիովին համապատասխանի ինչպես պայմանագրով նախատեսված պայմաններին, այնպես էլ այն հատկանիշներին, որոնք սպառողը կարող էր ողջամտորեն ակնկալել տվյալ ապրանքից։ Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտի նոր օրենսդրական փոփոխությունները ուժի մեջ են մտնելու հուլիսի 1-ից։ Այս իրավական փոփոխությունների առանցքային հարցը սպառողների իրավունքների պաշտպանության մոտեցումներն են ԵՄ-ի ստանդարտներին համապատասխան։ Խոսքը վերաբերում է կենցաղային տեխնիկային, հագուստին, կոշիկին, ինչպես նաև թվային տարեր պարունակող ապրանքներին ու ծառայություններին։ Եթե օրինակ գնորդը պատվիրել է որոշակի բնութագրերով հեռախոս, սակայն ստացել է այլ հիշողությամբ կամ գույնի սարք, կամ եթե ապրանքը չի կատարում այն գործառույթները, որոնց մասին նախապես համաձայնություն է ձեռք բերվել, ապա այն կհամարվի չհամապատասխանող։ Նույնը վերաբերում է նաև այն դեպքերին, երբ ապրանքը չի տրամադրվում անհրաժեշտ պարագաներով, հրահանգներով կամ խոստացված թարմացումներով։ Կարգավորումների հիմնական նպատակը հետևյալն է՝ սահմանել վաճառողների համար հստակ չափանիշներ, հստակ պահանջներ, թե ինչպիսի ապրանք պետք է վաճառվի վերջիններիս կողմից եւ այդ ապրանքի չհամապատասխանելու պարագայում ինչ հետևանքներ կառաջանան վաճառողների համար։ Նոր կարգավորումներով սահմանվում են նաև հստակ ժամկետներ։ Նոր ապրանքների դեպքում գործում է 2 տարվա երաշխիքային ժամկետ, իսկ օգտագործված ապրանքների համար առնվազն 1 տարի։ Բացի այդ, եթե գնորդը հայտնաբերում է թերություն, դրա մասին պետք է վաճառողին տեղեկացնի հայտնաբերման պահից 2 ամսվա ընթացքում։ Ընդ որում, օգտագործված ապրանքը իրացնելիս վաճառողը պետք է հստակ սպառողին ներկայացնի այդ ապրանքի հնարավոր թերությունները, քանի որ օգտագործման արդյունքում մաշվածության հարց կա եւ մի շարք այլ խնդիրներ կան եւ նախապես սպառողը պետք է տեղեկացված լինի դրա մասին։ Նոր կարգավորումներով սպառողը չի կարող միանգամից պահանջել վաճառքի պայմանագրի լուծարում, եթե ապրանքի հայտնաբերված թերությունը համարվում է աննշան։ Այս դեպքում վաճառողն է պարտավոր ապացուցել, որ թերությունը էական չէ եւ հնարավոր է վերացնել առանց ապրանքի փոխարինման կամ գործարքի չեղարկման։ Վերանորոգման հետ կապված շատ կարևոր է ընդգծել, դա համատեքստն է կապված վերանորոգման գործընթացում
համապատասխան, այսպես ասած, առողջ դետալների մասով ընկերության պատասխանատվության հետ, ու այստեղ օրենսդրությունը հստակ ամրագրում է, որ օրինակ, եթե ձեզ պետք է X ապրանքի համար X դետալը փոխել, բայց այդ փոխելու ընթացքում պետք է փոխվի եւս 4 այլ դետալ, որոնք որ համապատասխան էին, այդ ամենը պետք է իրականացվի վաճառողի հաշվին։ Պատասխանատուները արդեն իսկ խորհուրդ են տալիս վերանայել պայմանագրերը, երաշխիքային պայմանները եւ գովազդային հայտարարությունները, որպեսզի հուլիսի 1-ից գործող նոր կանոնները խնդիրների պատճառ չդառնան, իսկ սպառողների համար փոփոխությունները կարող են դառնալ լրացուցիչ երաշխիք, որ գնված ապրանքը պետք է համապատասխանի ոչ միայն գովազդին, այլև իրականությանը։ Դավիթ Թադևոսյան, ժամը լրատվական։ Մեր երկրում հաշվառված ավելի քան 50,000 քաղաքացի կա, ովքեր հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեն, ու ցավոք տարեց տարի այս թիվը ավելանում է։ Հոգեբանների կարծիքով տարբեր են պատճառները, բայց այստեղ առանցքայինը նաև մասնագետների պակասն է։ Քնարիկ Պետրոսյանն է պատմում։ Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տարեստարի ավելանում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների թիվը։ Աշխարհի բնակչության շուրջ 10%-ը տառապում է այս հիվանդությամբ։ Մեր երկրում հաշվառվածների թիվը գերազանցում է 50,000-ը, սակայն մասնագետները պնդում են, որ սա էլ իրական թիվը չէ, որ կան հազարավոր չգրանցված հիվանդներ։ Հիվանդության պատճառները տարբեր են՝ պատերազմական իրավիճակից, համացանցային կախվածությունից մինչև թմրանյութեր ու խաղամոլություն։ Շատ հանգամանքներ կան, որոնք ազդում են մարդկանց հոգեկան առողջության վրա եւ կարող են բազմաթիվ տհաճ հետևանքներ բերեն։ Այդ թվում բաղնապանության աստիճանն է մարդկանց ավելի բարձրանում, սրվում, փոխհարաբերություններում են կոնֆլիկտները ավելի շատ լինում, ամուսնալուծությունների թիվն է ավելի շատանում, պայմանավորված երկրի նաեւ իրավիճակով։ Հոգեբանին դիմելու պրակտիկան թեև մեր երկրում զարգանում է, դրան զուգահեռ նաեւ ավելանում են վայ հոգեբանները։ Պետական վերահսկողության բացակայության պատճառով ցանկացած մեկը իրեն հռչակում է հոգեբան եւ այցելուներին օգնելու փոխարեն ավելի վնասում։ Խնդրի կանխարգելման եւ հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների թվաճը զսպելու համար պետք է ստեղծվեն համապատասխան կառույցներ, պնդում են մասնագետները։ Հոգեկան առողջության հայկական ասոցիացիան երկամյա ծրագիր են իրականացնում հանրակրթական ուսումնական հաստատություններում, ինչը ուղղված է հոգեբանի դերի արժևորմանը։ Եթե առաջ հոգեբանը ավելի շատ աշխատում էր սովորողների հետ, հիմա արդեն նա իր աշխատանքի տիրույթում պետք է գործունեություն ծավալի մյուս բոլոր կրթական գործընթացի մասնակիցների հետ, այդ թվում ծնողական համայնքի, ուսուցիչների, վարչական կազմի։ Կանխարգելման համար շատ կարևոր է առաջերտին իրազեկումը, պետությունը կարող է մեծ ներդրում ունենալ, մաքսիմալ շատ է պետք մարդկանց ծանոթացնել այդ խնդիրներին, պետք է մարդկանց հետ խոսալ, բուժման մեթոդների մասին, ցույց տալ, որ ոլորտը այն ոլորտն է, որտեղ կարող են ունենալ արդյունքներ եւ իմաստուն է այդ ոլորտից օգտվել։ Շատ կարևոր է, որպեսզի մարդիկ սովորեն պատասխանատվություն վերցնել իրենց հոգեկան առողջության համար։ Մեր երկրում մասնագետների պակաս կա, պնդում է Հովսեփյանը։ Ասում է, կարևոր է նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների հոգեբուժարաններից դուրս բուժման կազմակերպումը։ Նրա դիտարկմամբ այդ ծառայությունները պետք է կցված լինեն պոլիկլինիկաներին, սա է պահանջում նաև մարդու իրավունքների պաշտպանությունը։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներած։ Մահաբեր խողովակը ապամոնտաժել են, փրկարարները դեռ փնտրում են 13-ամյա աղջկան եւ ավելի քան 2 միլիարդ դրամ ԱԱԾ-ին առավել արդյունավետ ծառայություն իրականացնելու համար։ Առավելապես կայուն երկինք, ավելին քիչ ուշ։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Կանաչ միջավայր ու մաքուր բնություն ունենալը այսօր մարտահրավեր է առաջադեմ շատ երկրներում, որ մեր երկրում էլ բնությունը պաշտպանված լինի, բնական միջոցներ օգտագործելը ավելի խրախուսելի, Ucom ընկերությունը Impact Hub Երևանի հետ նոր fellowship ծրագիր է սկսել։ Խոստումնալից նախագծերը նաև ֆինանսավորման հնարավորություն կունենան։ Երրորդ տարին անընդմեջ Ucom-ն աջակցում է վաղ փուլում գտնվող ստարտափերներին, որոնք տեխնոլոգիական լուծումներ են առաջարկում Հայաստանի բնապահպանական կարևորագույն մարտահրավերների համար։ Հերթական անգամ հայտարարվում է Ucom Fellowship ծրագրի մեկնարկի մասին Impact Hub Երևանի հետ համագործակցությամբ։ Սրահում համախմբվել են ծրագրի մասնակից ձեռներեցները, նորարարներն ու կայուն զարգացման ոլորտի ներկայացուցիչները։ Ծրագրի մասնակիցները ներկայացնում են իրենց նախաձեռնությունները։ Այսօրվա դրությամբ տեխնոլոգիաները չի նշանակում հեռուստացություն կամ ինչ որ տվյալների փոխանցում կամ ինչ որ թվայնացում,
այլ նշանակում է օգտագործել իրենց հնարավորությունները այն գործիքակազմը, որ դրամատրում է տեխնոլոգիան, որ իրականացվի ինչ որ շրջակա միջավայրի պահպանում եւ այս կապարախոսությունը կա այս ծրագրերի կորիզում, որը մեզ ողջևորում է, որը մեզ ուրախացնում է եւ դրա համար մենք ուզում ենք իմանալիք նախաձեռնության կողքին կանգնած լինել։ Այս տարվա նախաձեռնություններն առաջարկում են լուծումներ տարբեր ուղղություններով՝ տեքստիլ թափոնների վերաօգտագործումից եւ Սևանի էկոհամակարգի պահպանությունից մինչեւ թվային բնապահպանական ակտիվիզմ եւ արևային էներգիայով աշխատող սանիտարահիգենիկ լուծումներ։ Մեր համար շատ կարեւոր է, որ նոր պայմաններ ստեղծենք, որ ապագան տեսնենք դեպի կանանչ, դեպի մաքուր եւ դեպի հույսով։ Եվ այս տիպի ծրագրերը մանավանդ յուքամի հետ մեր համար շատ հպարտությամբ ենք այս ամեն ինչը իրար հետ ոնց որ ստեղծում եւ առաջ գնում։ Ծրագրի մասնակիցներն առաջիկա 9 ամիսների ընթացքում հնարավորություն կունենան բիզնես մոդելավորման, մարքեթինգի, ֆինանսավորման եւ այլ թեմաներով ինտենսիվ աշխատարանների մասնակցել։ Նրանք նաեւ հնարավորություն կունենան օգտվելու Impact Hub-ի ավելի քան 100 կենտրոն ընդգրկող միջազգային ցանցից։ Արդեն ծրագրի ավարտին առավել խոստումնալից նախագծերը կստանան 400,000 դրամ նախնական ֆինանսավորում իրենց գործունեությունն ընդլայնելու համար։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Պատվիրելու համար ավելի հարմար տարբերակ է առաջարկում Glovo-ն, առաջիկայում այդ հավելվածով վճարում կատարելիս կարող եք օգտագործել նաև Idram և ID բանկի հավելվածը։ Երկու ընկերությունները նաև գործակցության հուշագիր են կնքել։ Glovo Retail Media Day 2026-ի շրջանակում Idram-ն ու Glovo-ն Բարսելոնա քաղաքում Glovo ընկերության գլխամասային գրասենյակում կնքել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում շուտով Glovo հավելվածում հնարավոր կլինի վճարումներ կատարել Idram and ID բանկ հավելվածի միջոցով, վճարման տարբերակ ընտրելով Idram-ը։ Կարծում ենք, որ սա հաջող եւ երկարաժամկետ համագործակցության լավ սկիզբ է։ Համագործակցությունը նպատակ ունի հայ օգտատերերի համար ստեղծել ավելի հարմար, արագ եւ անվտանգ թվային փորձառություն, համատեղելով երկու ընկերությունների ամուր էկոհամակարգերը։ Glovo-ի նման մեծ միջազգային փորձ ունեցող ընկերության եւ հայկական ֆինտեքի համագործակցությունը կտա հնարավորություն զարգացնելու թվային վճարումների եւ այլ թվային լուծումների շուկան ընդհանուր Հայաստանում։ Նոր համագործակցության շրջանակում Idram-ի օգտատերերի համար հասանելի կլինեն Glovo հարթակի հատուկ առաջարկներն ու բացառիկ առավելությունները, իսկ երկու ընկերությունները միասին պարբերաբար կիրականացնեն տարբեր նախաձեռնություններ եւ արշավներ օգտատերերի համար։ Starting partnership with a massive international player. Idram-ը ձգտում է իր օգտատերերին առաջարկել ոչ միայն վճարային ծառայություններ, այլև ամբողջական եւ արժեք ստեղծող փորձառություններ։ Glovo-ում եւս կարևորում են համագործակցության ռազմավարական նշանակությունը հայկական շուկայի համար։ Glovo-ում մենք մշտապես փնտրում ենք ուղիներ մեր հարթակն ավելի հասանելի, հարմար եւ շահավետ դարձնելու օգտատերերի համար։ Idram-ի հետ համագործակցությունը, որը Հայաստանում ամենավստահելի եւ լայնորեն օգտագործվող վճարային համակարգերից մեկն է, ռազմավարական քայլ է, որ թույլ կտա մեր հաճախորդներին առաջարկել ավելի մեծ արժեք։ Ուրախ ենք մեկնարկելու այս համագործակցությունը եւ ստեղծելու իրական առավելություններ, բացառիկ արշավներ եւ անվտանգ ծառայություններ Հայաստանի օգտատերերի համար։ ID բանկի եւ Glovo-ի համագործակցությունը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ հայկական թվային էկոհամակարգը զարգանում է եւ կարող է հետաքրքիր ու արժեքավոր համագործակցություններ ստեղծել միջազգային խաղացողների հետ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Լրացուցիչ հնարավորություններ կան Viva-ի բաժանորդների համար։ MyViva հավելվածը ոչ միայն արագ եւ հուսալի կապի միջոց է, այլ նաեւ վճարումներ կատարելու կամ օրինակ քարտիտ պարունակությունը ստուգելու համար։ Հավելվածին կցված բանկային քարտի տվյալները պահպանվում են առկա վճարային համակարգում։ Նշում եմ գումարը, սեղմում եմ վճարել կոճակը, հաստատել եւ ահա վճարումը կատարվել է։ Viva-ի բոլոր ծառայությունները մեկ հարթակում։ Կապի օպերատորի կողմից մշակված MyViva հավելվածը թույլ է տալիս մի քանի հպումով վճարումներ անել, վերահսկել ծախսերը։ Հավելվածի միջոցով նա կարող է անել գրեթե ամեն ինչ, փոխել սակագնային պլանը, ակտիվացնել, ապա ակտիվացնել ծառայություններ, տեսնել մանրամասն հաշիվը, թե ում է նա զանգահարել, ով է իրան զանգահարել։ Եկել էի SIM քարտ գնելու
եւ իմացա, որ ավելի հեշտացավ, իմացա, որ հավելվածով կարող եմ վճարել։ Հավելվածից օգտվելիս ինտերնետի համար գումար չի գանձվում։ MyViva հավելվածը հարմար եւ վստահելի լուծում է Viva-ի բոլոր ծառայությունները կառավարելու համար։ Հավելվածը բավականին արագ է գործում, ունի պարզ ինտերֆեյս։ Պարզապես ներբեռնեք MyViva հավելվածը, կցեք ձեր բանկային քարտը, վճարեք Viva-ի ցանկացած ծառայության համար։ Բանկային քարտ կցելը մեր հավելվածում շատ ապահով է, քանի որ այն արվում է արկայի միջոցով։ Հավելվածի միջոցով օգտատերը կարող է իրական ժամանակում ստուգել հաշվեկշիռը, ինտերնետին եւ զանգերին վերաբերող տվյալները, լիցքավորել կանխավճարային հաշիվը, վճարել հետվճարային ծառայությունների համար եւ ակտիվացնել վճարումների ավտոմատացման ծառայությունը։ MyViva-ն նաեւ հնարավորություն է տալիս կատարել վճարումներ ընտանիքի անդամների համար։ Կներեք, էլի մի հատ տատիկիս հեռախոսը արագ մուծեմ ու էլի շարունակենք, էլի 1000 ներողություն։ Ավելացրել ենք ավտոմատ վճարման ծառայությունը, որ էլ ավելի հեշտացնում է բաժանորդի կյանքը։ Մեկ անգամ կարգավորումները դնելով դուք կարող եք մոռանալ ձեր վճարումների մասին։ Կատարված գործարքներն անմիջապես ալտացոլվում են հավելվածում։ Վճարումների պատմությունն ու էլեկտրոնային հաշիվները հասանելի են ներբեռնման համար։ MyViva հավելվածով մեր բաժանորդները հնարավորություն ունեն լուծել ռոմինգում առաջ եկած ցանկացած հարցեր։ MyViva-ն առաջարկում է նաև լրացուցիչ հնարավորություններ, մասնավորապես Voyage փաթեթներով ռոումինգի ակտիվացում ավելի քան 80 երկրում, թվային գործընկերների բացառիկ առաջարկներից օգտվելու հնարավորություն։ Արմեն Աթելյան, Ժամը լրատվական։ Վանաձորում ապամոնտաժել են մահաբեր խողովակը, որի վրայից հայթակելով երկու անչափահաս քույրերը փամբակի վարար ջրերն ընկան։ Տեղի հնաբնակներն ասում են, այն գետի վրա տեղադրվել էր դեռ խորհրդային տարիներին կամրջի կառուցման ժամանակ շինարարների ելումուտը ապահովելու համար։ Այս եւ օրվա այլ կարևորը հաջորդիվ տեսաշարում։ Ռուսաստան արտահանման սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրները մեղմելու համար կառավարությունը լրացուցիչ արտոնություններ է տրամադրում ջերմատնային տնտեսություններին։ Եթե մինչև հուլիսի 1-ը կատարված մոնիթորինգը հաստատի, որ ջերմատունը կառուցվել է, արտադրանք է ունեցել եւ վաճառք է իրականացվել, ապա վարկի առավելագույնը 8 տարվա ժամկետը կերկարաձգվի եւս 6 ամսով։ Ինչպես նաեւ կտրամադրվի լրացուցիչ 6 ամիս արտոնյալ ժամկետ վարկի մայր գումարի եւ տոկոսների մարման համար։ Հունիսի 1-ից 17-ը Հայաստանից տարբեր երկրներ արտահանվել է 411 տոննա ջերմատնկային բանջարեղեն եւ ելակ, ինչպես նաեւ շուրջ 1.8 միլիոն հատ եւ 11 տոննա ծաղիկ։ ՀՀ կառավարությունը որոշել է 2026 թվականի պետական բյուջեի ժամանակավորապես ազատ միջոցներից 2 միլիարդ 106 միլիոն դրամ հատկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը ազգային անվտանգություն ծրագրի շրջանակով։ Որոշման մեջ չի նշվում, թե կոնկրետ ինչ նպատակով է օգտագործվելու գումարը, սակայն նշվում է, որ այն անհրաժեշտ է ծառայության առջև դրված խնդիրների առավել արդյունավետ իրականացման համար։ Գումարը սկզբնապես նախատեսված էր 4-րդ եռամսյակի ծրագրերի համար, սակայն անհրաժեշտության պատճառով տեղափոխվել է երկրորդ եռամսյակ, իսկ դրա մի մասը 1 միլիարդ 404 միլիոն դրամը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից։ Կառավարությունը որոշել է 2026 թվականի հուլիսի 23-ից մինչև 2027 թվականի հունվարի 23-ը 6 ամսով սահմանափակել երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը։ Քայլի նպատակը տարեկան ցեմենտ արտադրողների համար ավելի հավասար մրցակցային պայմանների ապահովումն է։ Չնայած նախկինում ներմուծման լիցենզավորման պետական տուրքը զգալիորեն բարձրացվել էր, 2025 թվականի երրորդ երկրներից ցեմենտի ներմուծումը աճել է 29.2%-ով, հասնելով 751.3 հազար տոննայի, մինչդեռ տեղական արտադրությունը նվազել է 10.4%-ով։ Կառավարությունը գտնում է, որ ներմուծման ժամանակավոր սահմանափակումը անհրաժեշտ է տեղական շուկայի կայունացման համար։ Վանաձորում Փամբակ գետի վրայով անցնող խողովակը, որի վրայից ընկել էին երկու անչափահաս քույրերը, հեռացվել է բնակիչների երկարամյա դժգոհություններից եւ վերջին ողբերգությունից հետո։ Հունիսի 17-ին գետում հայտնաբերվել էր 7-ամյա Նարեի մարմինը, իսկ նրա 13-ամյա քրոջը դեռ որոնում են։ Այս աշխատանքներին ներգրաված են 125 փրկարար, 90 ոստիկան, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչու սարքեր, նավակներ եւ այլ տեխնիկական միջոցներ։ Տեղացիների խոսքով խողովակը շուրջ 40 տարի վտանգավոր է եղել եւ մի շարք դժբախտ դեպքերի պատճառ դարձել։ Քնարիկ Պետրոսյան, Ժամը լրատվական։ Եվ եղանակային կանխատեսումներ, ինչ սպասել մայրաքաղաքում եւ հանրապետության մարզերում, ինչպես միշտ Լիլի Հովերի մատուցմամբ։ Բարերեկո եղանակի տեսության հովանավորն է իտալական ունիկալ ապրանքանիշը։ Իր որակյալ եւ գերխնայող գազի կաթսաներով
Դրանք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութ սրահներում, ունիկալ տարվա բոլոր եղանակներին, Մետեոաշխարհ նախ Հայաստան։ Մեր երկրի մեծ մասում նոր օրը կանցնի կայուն պայմաններում, տեղումներ սպասվում են առանձին հյուսիսային գոտիներում, ջերմաստիճանը առաջիկա 2 օրերին կբարձրանա եւս 3 նիշ։ Վաղը ցերեկը Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի եւ Վայոց-Ձորի լեռնային գոտիներում կդիտվի 23-ից 28 աստիճան։ Վայոց-Ձորի եւ Արագածոտնի նախալեռներում սպասվում է 33-ից 36, Լոռիում 23-ից 26, Տավուշում 28-ից 32 աստիճան, Հարերատում, Արմավիրում, Սյունիքի հովտային գոտիներում վաղը ցերեկը սպասվում է առավելագույնը 36 աստիճան, Սյունիքի նախալեռներում կդիտվի 26-ից 29, Երևանում օրը կանցնի առանց տեղումների, այս գիշեր սպասվում է 18-ից 20, ցերեկը 33-ից 36, երեկոյան 24-ից 26 աստիճան։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։